Անաստեղենքը կատը, տեանդեղենքը կատը, ինքովենքը կատը, ծաղտեղենքը կատը։ Ախուրյանցի Լուսիկ տատը տնակում է բնակվում արդեն 23 տարի միայնակ ծեր է, ասում է երբ վնասվում է տանիքը կամ հատակը, հարևաններն ու բարեկամները միշտ ձեռք են մեկնում, իսկ այստեղ օգնության կարիք միշտ է զգացվում։ Ես այստեղ լոմունքը, ծմերը տեղցը ջուրը բլիձ գնացել է, պտել է ես պետը, նասամասա տագը ծաղծածուկ է մերը։ 88-ի աղետից հետո Մարզի Ախուրյան համայնքում մոտ 1000 անօթևան էր հաշվառված։ Մինչ օրս բնակարանով ապահովել է նրանցից 800-ը։ 601-ը տնատեր է դարձել Ուրբան ինստիտուտի կողմից տրամադրված բնակարանի գնման վկայագիր ծրագրով։ Ամրացվել են մի քանի բազմահարկեր, իսկ Նոր Ախուրյանում կառուցվել է 2 բազմաբնակարան շենք։ 2011-ին Ախուրյանում կրկին բնակարանաշինության մեկնարկ տրվեց։ Այժմ կառուցվում է քառահարկ բազմաբնակարան 3 շենք, 108 բնակարանով։ Այս պահին ընթանում են նկուղային հարկի շինաշխատանքները։ Այս պահին այս գերս վարկակեն են ուզերները, որպեսի ծրվածները որնով չի եղել, պետք է տրվի գեր, վարկականություն որպեսի ուսուրի տեղ։ Հիմնային փոսային աշխատանքները սկզբից աշխատել են, բետոնային գործերով, արմատուրներով, կապը բարձրացնել, մեծ սպասենք որ տանբերեն պանելները, տնենք ադվալային հարկի փակենք ու պաշտպանում առաջի հարկ։ Շինարարների խոսքերով մինչև տարեվերջ կավարտվեն շենքերի կոնստրուկցիոն աշխատանքներն, իսկ հաջորդ տարի ներքին հարդարում կիրականացվի։ Մինչ այդ պետք է ավարտվի նաև անօթևանների փաստաթղթերի ճշգրտման գործընթացը, համայնքում առկային կադաստրային բաց թողումներ ու սխալ ձևակերպումներ, որոնք այժմ հստակեցված են։ 97 փաթեթ ուսումնասիրության փուլում է, իսկ 25-ը մերժում են ստացել։ Բնակարանային պայմաններ են բարելավել, դարձել են Ռուսաստանի քաղաքացի, ունեցել են, վաճառել են, չի երևացել, հիմնιστուգումների արդյունքում IDD բոլորինը տարբեր խնդիրներ են եղել։ Ախուրյանցի անօթևաններից շատերն 88-ի աղետից հետո որպես կորցրած բնակարանի փոխհատուցում էին ստացել 500 քառակուսի մետր տնամերձ հողակտոր։ Այդ կերպ անօթևանը զրկվում էր բնակարան ստանալու իրավունքից։ Այժմ որոշում է կայացվել։ Բնակիչներն այդ հողերը կհանձնեն համայնքին եւ ձեռք կբերեն բնակարան ստանալու իրավունք։ Ովքեր համաձայնեն կգան կձևակերպեն, տնամերձը կհանձնեն, կմնան հաշվառման, կստանան համապատասխան բնակարան, եթե այլ խնդիր չունեն։ Իսկ ովքեր չեն ուզում, կգերադասեն տնամերձ հողամասը մնա, որն ստացել են որպես փոխհատուցում երկրաշարժից հետո բնակարան կառուցելու համար, ուրեմն կմնա տնամերձ հողամասը կգնան իրենց համար կամ կկառուցեն կամ չեն կառուցել եւ բնակարան չեն ստանա։ Ախուրյանցիները բնակարանը մուտք կտոնեն 2012-ին։ Մեծ է այդ օրվա սպասումը զուգահեռաբար մեծ է նաեւ անհանգստությունը, լսել են, որ Գյումրիում կառուցված տները թերություններ են ունեցել։ Հետեւաբար կա մտավախություն նույնը տեսնել նաեւ Ախուրյանում։ Արմինե Ավետիսյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուզ։